Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի խորհրդարան, ներկայացնում եմ զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հերթական քայլն է մեր երկրում մարդկային կապիտալի զարգացման և այդ կապիտալը նաև մեր երկրի տնտեսական ու հանրային զարգացմանը իշահ գործադրելու ուղղությամբ։ Մասնավորապես գիտեք, որ 2018 թվականից ներդրվել է տարկետման հատուկ կարգ, որով տարկետում են ստանում մեր այն քաղաքացիները, որոնք ուսումնառություն են անցկացնում Շանհայի վարկանիշավորման առաջին 50-յակում գտնվող բուհերից որևէ մեկում։ Եվ մենք այսօր ունենք իրավիճակ, որ մեր ավելի քան 600 քաղաքացիներ օգտվել են տարկետման այս իրավունքից և նրանցից 570-ը դեռևս շարունակում է իր ուսումնառությունը։ Միևնույն ժամանակ ուսումնասիրելով, թե ինչ է տեղի ունենում այն քաղաքացիների հետ, որոնք արդեն իսկ ավարտել են իրենց ուսումնառությունը, մենք տեսնում ենք, որ իրականում այն կապիտալը, որը զարգանում է, այսինքն այդ հեղինակավոր բուհերում ուսումնառության արդյունքում ձևավորվող գիտելիքն ու հմտությունները իրականում չի վերադառնում Հայաստանի Հանրապետություն և չի ծառայում այստեղ ոչ հանրային, ոչ տնտեսական զարգացման օրակարգին։ Եվ քննարկելով և նաև ուսումնասիրելով պատճառները առաջարկվել է օրենսդրական այս փոփոխությունը, որով տարկետում ստացած և իրենց ուսումնառությունը այս բուհերում իրականացնող քաղաքացիները հնարավորություն են ստանալու ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ոլորտում Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար և դրանից հետո կարող են ազատվել զինվորական ծառայությունից։ Այս կարգավորման հիմքում դրված է մի պարզ տրամաբանություն, որ մեր այն քաղաքացիները, որոնք իրենց սեփական միջոցներով հաղթահարելով համապատասխան խոչընդոտները արդեն իսկ ուսումնառության հնարավորություն են ստացել աշխարհի ամենահեղինակավոր բուհերում, այնուհետև ունենան բավարար մոտիվացիոն գործիքակազմ վերադառնալու և իրենց գիտելիքներն ու հմտությունները մեր երկրին նպաստ ծառայեցնելու։ Եվ այսպիսով մենք մի կողմից կապահովենք, որպեսզի նրանց վերադարձը անպայմանորեն տեղի ունենա, մյուս կողմից կառավարության արդեն իսկ ենթաօրենսդրական ակտի շրջանակներում տրված կարգավորումներով կուղղորդենք նրանց գիտելիքի ու հմտությունների կիրառումը հենց այն ոլորտներում, որի կարիքը առավելապես ունենք։ Պետք է ասեմ, որ մեր նախնական քննարկումները ցույց են տալիս, որ օրենսդրական այս կարգավորումը շատ սպասված է, այն իրականում կարող է լինել ոլորտում մեծ քանակությամբ բարձրակարգ մասնագետների ներգրավման հնարավորություն և հաշվի առնելով բոլոր այն դրական հետևանքները, որ կարող են ունենալ այս կարգավորման կիրառումը, նաև նախատեսել ենք բավարար կարճ ժամանակ օրենքի ընդունումից հետո ընդամենը 2 ամիս ենթաօրենսդրական կարգավորումը հաստատելու, ինչը հնարավորություն կտա գրեթե անմիջապես կիրարկել օրենքը։ Եվ հաշվի առնելով այս ամբողջ իրավիճակը, որը ներկայացրեցի, առաջարկում եմ կողմ քվեարկել։ Շնորհակալություն։